Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Վերջին շրջանում հանրային դաշտում թափ է հավաքել մի արատավոր երևույթ, որի հետ կապված մենք որպես պետություն հստակ ընտրություն ենք կատարել։ Խոսքը վերաբերում է բարեգործությանը, որն այսօր ընդդիմադիր դաշտը մեղմ ասած օգտագործում է ոչ թե սոցիալական խնդիրների լուծման պատրաստակամության զգացումով, այլ քաղաքական առավելությունների հասնելու նպատակով։ Այս բարոյալքող երևույթը առավել սուր է դրսևորվում հատկապես նախընտրական շրջանում։ Հարցը ոչ թե բարեգործությունն է ինքնին, այլ դրա ցուցադրական, շահարկվող բնույթը եւ բացասական վարքագիծ սերմանելու հասարակության մեջ։ Կարելի է բարեգործության քողի տակ փորձել քաղաքական կապիտալ կուտակել։ Կարելի է մարդկանց կարիքը դարձնել գործիք ազդեցություն ձեռք բերելու համար։ Ոչ եւ կրկին ոչ։ Մենք բոլորս հիշում ենք 90-ականների իրողությունները, երբ պետության թուլության պայմաններում հասարակության որոշ շերտեր հաճախ ստիպված էին հույսը դնել առանձին գործարարների բարեհաճության վրա։ Այդ մոդելը չէր նպաստում երկրի զարգացմանը, այլ առաջացնում էր կախվածություն։ Այն չէր ամրապնդում պետությունը, այլ հակառակը խորացնում էր երկրում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները։ Հեղափոխությունից հետո մեր կառավարության որդեգրած մարդակենտրոն քաղաքականության շնորհիվ հասարակության լայն շրջանակներում փոխվեց այդ բարոյալքող մտածելակերպը եւ քաղաքացուն մղեց աշխատելու, ստեղծելու, արարելու։ Ուժեղ պետությունը բարեգործությամբ չի կառուցվում, այն կառուցվում է աշխատանքով, արդար խաղի կանոններով, հավասար հնարավորություններով եւ գործուն սոցիալական քաղաքականությամբ։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բարձր է գնահատում իշխանության կատարած աշխատանքները ոչ միայն այս ոլորտում, այլև ընդհանրապես եւ վստահ եմ, որ իր խոսքը կասի հունիսի 7-ին։ Շնորհակալ եմ։